Շարունակվող շրջափակման հետևանքներից է Արցախի դեղատներում քիչ քանակությամբ կաթնախառնուրդների առկայությունը։ Ըստ այդմ առաջացել են խնդիրներ արհեստական կեր ընդունող երեխաների համար։ Քանի որ այլընտրանք չկա, պետք է օգտագործել կրծքով կերակրմանը վերադառնալու հնարավորությունը։ Արցախի բնակչուհի Սրփուհի Սիմոնյանը հաղթահարում է ժամանակի մարտահրավերները իր 6 ամսական աղջկա հետ։ Բնական կաթով կերակրումը օգտակար է ոչ միայն մեր երեխայի համար, այլ նաև մեզ համար, չի պահանջում գումարի ծախս եւ հավելյալ ժամանակի կորուստ։ Հիմնականում երեխային տալիս է իմունիտետ, բարձր իմունիտետ, որպեսզի չհիվանդանա, պաշտպանում է մի շարք վիրուսներից, ալերգետիկ հիվանդություններից եւ այլն։ Մինչև 6 ամսականը կարող ես հանգիստ կերակրել կրծքի կաթով, իսկ 6 ամսականից հետո կարող ես նաև հավելյալ սնունդ տրամադրել երեխային։ Դե հիմա մենք չենք կարողանում տրամադրել, այսինքն ճանապարհի պատճառով չի գալիս էլի այդ հավելյալ ինչ որ պետքա տանք երեխային։ Դրա համար բավարարվում ենք միայն բնական կաթով։ Նաև ասեմ, որ արհեստական կաթը այդքան լավ չի մարսվում, երեխայի մարսողականության հետ ինչ-որ խնդիրներ են լինում, որոնք էլի պետքա դեղեր տաս, որ անցնեն, հիմա դե դեղորայք չկա, այդ իսկ պատճառով բնական կաթով կերակրվելով ավելի հեշտ է ինքը մարսվում, էլի։ Ինչպես հայտնի է, երեխային կրծքով կերակրելու համար անհրաժեշտ է լիարժեք սննդակարգ ապահովել կերակրող մայրիկի համար, ինչը ներկայումս անհնար է խանութներում առկա տեսականու դեպքում, իսկ երբեմն առանց հերթերում երկար կանգնելու։ Դե մենք պետքա լավ սնվենք, որպեսզի երեխան էլ սնվի, այսինքն վիտամիններով սնունդ ընդունենք, որպեսզի վիտամինները փոխանցվի նաև երեխային, քաթի միջոցով իհարկե, բայց քանի որ հիմա չկա այդ սնունդը, փորձում ենք այնպես անել, որպեսզի թեկուզ դեղամիջոցներով, դեղային վիտամիններով էլի պահպանենք տվյալ վիտամինները, որպեսզի երեխան ստանա տվյալ օգտակար նյութերը։ Օրինակ շատ մայրիկներ մտածում են, որ կրծքով չկերակրեն իրենց երեխաներին, որպեսզի պահպանեն իրենց գեղեցիկ կազմվածքը, բայց հակառակը կրծքով կերակրումը ինքը ավելի շուտ է ձեզ բերում նախկին կազմվածքին, էլի ավելի շուտ է վերականգնվում։ Մեր մոտ ավելի հեշտ է, որովհետև մերը բնական կաթով է կերակրվում, բայց այն մարդիկ, ովքեր որ կերակրում են արհեստական կաթով, ես չեմ պատկերացնում նրանց վիճակը ինչքան հիմա անելի վիճակում են, էլի շատ։ Այսինքն, եթե հնարավորություն ունեն կերակրելու բնական կաթով, պետք է միանշանակ ընտրեն բնական կաթով կերակրելը, որպեսզի երեխան սոված չմնա, հիմա չի գտնվում էլի այդ արհեստական կաթը։ Հիմնականում շատ դեպրեսիաներ են առաջացել, բայց կարողացել եմ հաղթահարել, որովհետև հասկացել եմ էլի, որ կերակրելով մեր մեջ սերտորեն կապ է հաստատվում, ու այդ կապի շնորհիվ մենք զգացմունքներով իրար հետ կարողանում ենք փոխադարձ շփվել։ Այդպես կարողացել եմ հաղթահարել։ Արցախի մայրիկներին խորհուրդ կտամ առաջին հերթին մտածեն իրենց սնվելու մասին, իհարկե բնական կաթով կերակրողները, ովքեր որ չեն կերակրում, կարող են կերակրել, խորհուրդ կտամ, որ կերակրեն, եթե մտածում են, որ քիչ է կաթ չի հերիքում, թող ժողովրդական միջոցներից օգտվեն, օրինակ կաթնային ինչ-որ բաներով սնվեն, քաղցր ուտեն, ինչ-որ այդպիսի բաներ անեն, որ շատանա էլի իրենց կաթը, բայց չեմ կարծում, որ անհնար է, էլի, եթե տալիս են, չի կարող չբավականեցնել, խորհուրդ կտամ իրենք առաջին հերթին սնվեն եւ մտածեն իրենց բալիկների մասին։ Արցախի մայրիկներին վիճակված է հաղթահարել բոլոր դժվարությունները, համբերատար լինել եւ շարունակել կրծքով կերակրումը, նպաստելով առողջ սերնդի ապահովմանը։